Մի անգամ, հարգելի բարեկամներ, երբ Ճապոնիայում հարցում են անում, բարձելու համար, թե ում են ճապոնացիները համարում ամենամեծ թշնամիները իրենց համար, ճապոնացիների մեծ մասը պատասխանում է Չինաստանը։ Սա այն դեպքում, երբ իր ողջ պատմության ընթացքում Չինաստանը երբեք չի արձակվել Ճապոնիայի վրա։ Այդ պատասխանների ցանկի մեջ բնականաբար չի լինում Միացյալ Նահանգները Հիրոսիմայի, Նագասակիի ողբերգության հեղինակ պետությունը։ Այդպես են կարծում ճապոնացիները, որովհետև այդպես են ցանկացել ինչ-որ ուժային կենտրոններ եւ ձևավորել են նման հանրային կարծիք Ճապոնիայում։ Եթե Հայաստանի Հանրապետությունում օրերից մի օր նման հարցում արվի, այս տեմպերով, հիմա ոչ մեծամասնությունը, բայց այս տեմպերով շուտով մեծամասնությունը մարդկանց պատասխանելու է Իսրայելը եւ Ռուսաստանը։ Այդպիսի պատասխան են տալու, որովհետեւ այդպես են կառավարում հանրային կարծիքը եւ ինչ որ ուժային կենտրոնների նման ձևավորված կարծիք է պետք Հայաստանի Հանրապետությունում։ Ինչ որ կենտրոնների պետք է եղել, որ հայ ու հրեա ժողովուրդների մեջ մշտապես լինի թշնամանք։ Որն է պատճառը, երբ հարցնում ես անտիսեմիտիզմի մեջ գտնվող որևէ մեկին, տալիս են տարբեր պատասխաններ, սկսած նրանից, որ Քրիստոսին խաչել են հրեաները, բայց Քրիստոսը հրեա էր, երբ ասում են, ոչ, Քրիստոսը չէր կարող հրեա լինել, կամ չգիտեն, կամ ասում են, որ Քրիստոսը Աստված է եւ չի կարող ինչ-որ ազգի ներկայացուցիչ լինել, եւ վերջացրած նրանով, որ ցեղասպանությունը կազմակերպել են հրեաները եւ նաեւ հիմա այդ ամենին գումարվել է նաեւ այն, որ 44 օրյա ասում են պատերազմի ընթացքում հրեաները զենք են վաճառել ադրբեջանցիներին։ Այսպիսի բաներ, իսկ այդ ցանկի մեջ բնականաբար չի լինի Պարսկաստանը, որը դարեր շարունակ կոտորել է հայ ժողովրդին։